Արդեն չորրորդ օրն է, ինչ իրականացվում են որոնողական աշխատանքներ երկուամյա Տիգրանին հայտնաբերելու ուղղությամբ։ Մարմարիկում է ու Տիգրանի ընտանիքի հետ է հանդիպել հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։ Խոսքեր գտնելը դժվար է, թե ինչ վիճակում է ընտանիքը։ Համացանցում նկատեցի անտանելի ատելության խոսք ծնողների մասին Մեդիահաբի հետ զրույցում ասել էր նա. Իմ աչքի տեսածն եմ կիսվում, որ դուք այս ընտանիքի մասին չեք կարող նման կարծիք ունենալ։ Ոչ մեկը նման ողբերգություններից պաշտպանված չէ։ Կարևորում եմ այս պահին մեր նեցուկ լինելն ընտանիքին։ Ընտանիքն անտանելի ծանր վիճակում է, ասել է նա։ Նա հանդիպել է ընտանիքի անդամներին, զրուցել, լսել, զգացել նրանց ապրումները։ Առավելագույն ուշադրությամբ նա խոսեց փոքրիկ Տիգրանի 4-ամյա քույրիկի հետ, երեխայի լեզվով, շատ նրբորեն ու զգուշությամբ, փորձելով հասկանալ ինչ է տեսել, ինչ է հիշում, և այդ խոսակցության արդյունքները որքան էլ ցավոտ ու հուզիչ, միևնույն ժամանակ բացահայտում են ճշմարտությանն ընդառաջ տանող մի նոր պատկեր։ Երեխան պատմել է գրեթե ամեն մանրուք, հիշել է հագուստի գույնը, եղբոր ժպիտը, իրենց խաղը բակում, բայց մի պահ, այն ճակատագրական պահը, երբ Տիգրանը ենթադրաբար դուրս է մնում նրա հիշողությունից, մթագնած է։ Ինչպես ասում են հոգեբանները, երեխան հաճախ գիտակցորեն մոռանում է այն, ինչն իր հոգու համար չափազանց ծանր է կամ անընկալելի։ Եվ սա հուշում է ոչ թե անհանգստացնող անտարբերություն, այլ հոգեբանական ինքնապաշտպանություն է փոքրիկի կողմից։ Նա ապրում է կորստի ցավը, բայց դեռ չի կարող անվանում տալ այդ անարդար ցավին։ Նա գիտի, որ բոլորը եկել են Տիգրանին փնտրելու։ Եվ գիտի, որ ընդամենը 2 օրից մայիսի 9-ին իր եղբայրը դառնալու է 2 տարեկան, և նրանք պետք է նշեն այս ծննդյան տարեդարձը։ Մարիամ Մեհրաբյանը հատուկ ընդգծել է, որ այս ընտանիքը համերաշխ է, սիրով լի, 2 եղբայր ապրում են նույն հարկի տակ իրենց ընտանիքներով, երեխաները մեծանում են սիրով, փոխադարձ հարգանքով։ Սա այն հազվագյուտ ընտանիքներից է, որտեղ դաստիարակությունը միայն բառ չէ, այլ ամենօրյա ապրում։ Ոչ մի ձայն, ոչ մի վերաբերմունք նրանց միջավայրում չի մատնում անտարբերություն կամ անկարգապահություն, փոքրիկների աչքերում փայլում է սեր ու վստահություն, և երբ նման ընտանիքում նման ողբերգություն է պատահում, ամբողջ ազգը կոտրվում է, որովհետև դա մեզանից յուրաքանչյուրի տունը կարող էր լինել։ Եվ այստեղ կանգ չի առնում հարցը. Մարմարիկ գյուղը գետի ափին անպաշտպան մնացած երկար տարիները ինչ զուրկ է պատշաճ ենթակառուցվածքներից։ Ոչ պաշտպանիչ ցանկապատեր, ոչ լուրջ զգուշացման համակարգեր։ Հենց սա է այն սիրտ ճմլող իրողությունը, երբ պետությունը պարտավոր էր վաղուց ապահովել նման վայրերում անվտանգության նվազագույն պայմանները։ Այսօր այդ բացթողման հետևանքներն ենք տեսնում ցավով, արցունքով ու աղոթքով։ Ամենասրտաշարժ փաստը մայիսի 9-ին Տիգրանը պետք է դառնա 2 տարեկան։ Հաղթանակի օրը, որը բոլորիս համար պետք է դառնար փոքրիկ Տիգրանի վերադարձի օր։ Այս ընտանիքը սպասում է իր հաղթանակին, ոչ որպես տոնական դրոշների տակ քայլող երթ, այլ որպես կյանք վերագտնելու ամենախորը, ամենասուրբ բանը։ Մենք բոլորս պարտավոր ենք այս օրերին լինել միասին, ոչ թե կասկածելու, այլ հավատալու, ոչ թե մեղադրելու, այլ կիսելու, և այս պայքարում մենք բոլորս ուզում ենք հաղթել։ Թող մայիսի 9-ը դառնա ոչ միայն հաղթանակի խորհրդանիշ, այլ մարդկային միասնության, հոգատարության, պետության սեփական քաղաքացիների առաջ պատասխանատվություն կրելու խորհրդանիշ։ Տեր, մի հրաշք արա, Տիգրանն արժանի է կյանքին, նրա ընտանիքը խաղաղությանը, թող ամեն մի աղոթք դառնա լույս նրա վերադարձի ճանապարհին։ Այս օրերին Մարմարիկ գյուղի լռությունը խախտում է միայն մեկ բանի ձայնը՝ որոնումների, քայլերի, կանչերի, սարերով ու ձորերով անցնող մարդկանց ձայնը, որոնք եկել են այստեղ մեկ նպատակի համար՝ գտնել Տիգրանին, վերադարձնել նրան գիրկը ընտանիքի, վերագտնել հույսը մի ժողովրդի, որը վերապրել է ցավ, բայց երբեք չի դադարել հավատալ հրաշքներին։ Տեղում են հարյուրավոր մարդիկ, ոմանք փրկարարներ, ջրասուզակներ, ոստիկաններ։ Նրանք աշխատում են օր ու գիշեր, չմոռանալով ոչ մի անկյուն, չանտեսելով ոչ մի վարկած։ Բայց նրանց կողքին են նաև սովորական քաղաքացիներ, ուսանողներ, գյուղացիներ, վարորդներ, մայրեր ու հայրեր, ովքեր թողել են իրենց գործերը, վերցրել իրենց սրտի մի կտորն ու եկել են այստեղ։ Եկել են առանց պահանջելու, առանց ցուցադրականության, միայն ու միայն մարդկային կոչով, օգնել մի երեխայի, որն այսօր բոլորիս բալիկն է դարձել։
Տիգրանը միավորել է հայերին, Երևանում, Գյումրիում, Վանաձորում, ամեն տեղ մարդիկ խոսում են Տիգրանի մասին, աղոթում են, լռում են, արտասվում են, իրար հարցնում են՝ արդյոք նոր բան չկա՞։ Համացանցում տարածվում են նրա լուսանկարները, նրա ժպիտով տեսանյութերը և բոլորը զգում են, որ այս փոքրիկը դարձել է մի ամբողջ ազգի խիղճն ու հավատը։ Բայց սա միայն մարդկային համախմբում չէ, սա նորազդակ է պետության, համայնքների, ողջ հասարակության համար։ Այս դեպքը բացահայտեց, որքան շատ անելիք կա դեռ անվտանգության, սոցիալական համակարգերի, գյուղերի բարեկարգման ոլորտում։ Սակայն այն, ինչ եղավ այս օրերին, ցույց տվեց, թե ինչքան ուժեղ ենք մենք, երբ մոռանում ենք տարաձայնությունները և միանում ենք մի նպատակի շուրջ՝ մարդուն փրկելու, մանուկին գտնելու, հույսը վերագտնելու։ Երկար ժամանակ էր անցել, որ մենք այսպես համախմբվեինք, առանց կոչերի, առանց կարգախոսների, միայն սրտով։ Տիգրանն իր բացակայությամբ, իր լռությամբ միացրել է հայերին այնպես, ինչպես դա չէր կարող անել ոչ մի քարոզարշավ, ոչ մի պաշտոնական ելույթ։ Եվ այսօր, երբ Մարմարիկի դաշտերում, անտառներում, գետի ափերին մարդիկ շարունակում են քայլել, աչքերով հողը թափանցելով, մեկ բան է պտտվում բոլորի մտքում. Տիգրան, մենք քեզ փնտրում ենք, մենք քեզ չենք թողնի, մենք քեզ տուն կբերենք։ Տիգրանը դարձավ լույս այս մթության մեջ, նա հիշեցրեց մեզ, թե ինչ կարևոր է լինել ուղղակի մարդ, լինել սրտով, ոչ թե անունով, և մենք ամբողջ ազգով սպասում ենք նրան, սրտատրոփ աղոթքով, հավատով. Տիգրան, դու մերն ես, և մենք միասին քեզ տուն կբերենք։